Ալբերտ Տուրը կատարում է ուղևորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ Մոսկվա, Վորոնեժ, Երևան ուղղություններով։ Գործում են ճկուն զեղչեր։ Հեռախոս 8 926 650 1694։ Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ եւ ուրախ լինեք։ Պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին եւ վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեսներ Grill Express-ից։ Grill Express, հյուրերը գոհ են, դուք երջանիկ։ Մտնամ ինչ հասան։ Հասան ես կսիրում եմ։ Տես մի անգամից։ Զորիկ, մտար։ Դա վլասա գոնե այդ աղջիկը սիրուն, հա։ Իմ համար կարևորը սիրտն է։ Հա, տենց քեշա։ Ով։ Այդ աղջիկը ամեն ինչ անում է, որ ինձ ունից դուրս հանի։ Բայց դու աշխատի դուրս չգաս, Մարգարիտա ջան։ Ցուրտ է դուրսը։ Զանգեն գրիլ բերեն ապե։ Աչքիս տոտին է։ Ապեր դե արի վաղուշե չբացենք։ Չենք կար ապեր, տեսել են, որ եկել մտել ենք այս տունը։ Կասենք հոպարիս տունն է ու վերջ, հասկացար։ Բա հոպարը ուր է։ Ռուսաստանն է ապեր։ Տունն էլ տվել է մեզ, որ ապրենք։ Բա մեքենա։ Ապեր էդել է իրանը, տվել է, որ քշենք։ Էսում աղբերներին եմ տենում։ Յանի ուրախ ես, հա։ Հա բա ինչ է, Մելո ջան, եկեք ապեր։ Եկեք ներս Մելո ջան։ Էսում տներն ես ոսպես։ Որ ասեմ մերը կավատաս ապեր։ Անչի չեմ հավատա։ Հա։ Որ հոպարս գնաց Ռուսաստան ապեր։ Ռուստուն ջան, այս տուններ տվեց մեզ ոնց որ տիրություն անենք, էլի ապեր, ավտոն էլ է իրանը։ Բուրդեղ էր մինչև մի հոպարդ։ Էլի ստեղ էր Մելո ջան։ Ուզում եք իրա մոտ աշխատեիք։ Դե կամ իրա, կամ էլ ընկերոջս էլի Ռուստուն ջան։ Ասյուրերի եք սպասենք, հա։ Կոֆեմ տիր։ Այսօր էիք, քանի անգամ եկա տանը մարդ չկար։ Գործի էլի տակ ջան։ Քիչ աշխատեք, որ հանգարց բզեզ չդառնաք։ Բարգուն։ Արեցես։ Այդ գագո, այս թրած ես մանգալի։ Չէ, տատի չէ։ Հով է ծոսիկ։ Մեր հարևանն է Մելո ջան։ Սովետ տադը։ Չէ զույգ քուրն է։ Բա եփ ենք գնալու։ Ու տատի ջան։ Այսօր գերեզմաներ չէինք գնալու։ Մենք էլ որ սկզբից տեսանք վախեցել էինք ապեր։ Հրախո վատ չես, եսեք սեմ կնա սովետ տադը չի մերը կամ լավ չի մերը։ Միշտ եղավ ընդեղ այն տադի հետ կպություն կենայիք ստեղ ես տադի հետ, հա։ Հա, Մելո ջան։ Հենդակրքիր է, միշտ եղավ որպես եղավ։ Դե ես իմ ապեր։ Գիտեմ։ Հան առանձնանալը կոմիկներ թե մխոյ։ Բարշ չի որիմ։ Բա վռամ ձյաձյան հեշտ համաձայնվեց։
Նենց չարեցի, որ հեշտ չհամաձայնվեն։ Այս արդեն ազատություն ասով ջան։ Մխոն առավոտից իրիկունը իրան ստանը կլինի, ես էլ երբ ուզում դուրս կգամ։ Դու լրիվ տիպս եմ։ Դու ասա, ճտերդ ոնց է։ Լավ է։ Այլսի այդ Ժանն էլ որ չլիներ, չգիտեմ իմ հալը ինչ էր լինել։ Վայ, մի րոպե, ահա, վայ, ալո, Տատին գիտես Գագոյին ինչ ասեց։ ինչ, Ասեց բա այսօր գերեզմաններ չեն գնալու։ Այս ժամին ինչ գերեզմաններ։ Բա ես էլ էդ եմ ասում։ Ծոքսեմ տանք մեր պատմության մեջ խրված են, գիտես, պրոստը խաբար չէ։ Տատի ջան, հիմա չենք կարա գնանք։ Թող այդ տղերքը գնան, նոր կգնանք, էլի վայ։ Բայց ես վախենում եմ, ապեր։ Հələ ես էլ վայ։ Ես ձեր հետ եմ, վախենալու բան չկա։ Համ չեք թողնի Սվետայի հարստությունը գնակորի։ Մեկ իջում հեռու տանք տեսնենք ինչ կուզենեն են։ Դրսում ձեզ եմ սպասում։ Չենք կարա չգնանք։ Բայց ինչի ապեր։ Որ չգնացենք, ես սկսել եմ կասկածել։ Կջոգի, որ Սվետի փողերը մեր մոտ անում։ Ախ, մամա ջան։ Որ տենց ես ասում, աչքիս ոչ մի բան չի գալիս Գագո։ Դու գիտես իմ աչքին գալիս է։ Ապեր, բայց ես չեմ կարա գերեզման փորել։ Կարող ենք որոշել են գիշերով գերեզման փորեն։ Գիժենցո։ Քշել է, քշե։ Տատջան, մեր փխրուն սիրտը չի դիմանա։ Լապատկեն վեկալեք եկեք։ Գագո, ապեր խնդրում եմ, փրկի ինձ, ապեր, ես չեմ կարա տես բան անել։ Տատիջան նստի տանենք։ Տաճան, ինչ կար այս ժամերին գերեզմանները։ Քեզ ինչ։ Դու էլի ինձ ինչ, պրոստը Սվետ տատի հետ հարևանություն ենք երել, մեր շենքից էր։
Բաչեցիր։ Ինչից կյան։ Դե որ յուղոտ բաչեցի։ Դա չէ, մեռնեմ ջարիդ, ես միշտ սիրել եմ, որ դու ինձ բաչում ես։ Մեռնեմ ջարիդ։ Սաղի ու խարեց օրավ։ Ինչի ասեցիր սիրում ես, որ քեզ բաչում էր։ Փողերը չթողեցին։ Սուսես Արևշադյանը սիմվոլ է, գանձելու սիմվոլ։ Ես որ գսեմ թե շեվ, արագիչների ավտոն փչացել է, բդի սարկվի որ մարդիկ երտան կորոցի, իմանաս ինձ ինչ կսե։ Այդ տղա, եթե ես ձեր տնօրենն եմ, ուրեմն ինձ պիտի մեղադրեք, հա։ Ձեզ չենք մեղադրում, պարոն Արևշադյան, պրոստը մեքենան փչացել է, մեքենան վերանորոգելու համար ֆինանսներ են պետք։ Նորից եմ կրկնում, եթե ես ձեր տնօրենն եմ, ուրեմն ֆինանսները ես պիտի տամ։ Լավ, բա ով պիտի տա, եթե ինքնատնօրենը։ Այդպես ամեն Աստծո օր ես իրանից կստանամ այդպես հետաքրքիր պատասխաններ։ Վերջը ո՞նց սարքեցիք այդ մեքենան։ Ջեբից ստերի սարքել տվի, ինչ կսարքի։ Լավ, բա դրանց ո՞նց կարելի է մսցնել։ Չի կարելի։ Մզծնելու մենաշնորհ իրանց է տրված։ Դե հա այդ պարզ է, բայց իրանք էլ չէ պիտի մզզալու ձև ունենան։ Պես է Սուսչյան, կուզես տեղ աշխատես, աշխատի, աշխատավարձիդ կեսը տուր իրանց։ Չես ուզե աղբեր, մի աշխատի, գնա Ռուսաստան աշխատի, միշտ նեղեցնեն գղերգեն ստեղ կուկաս նեղեցած, գլուխուտ կախելիք աշխատիս, էլի աշխատավարձիդ կեսը կուդաս իրանց։ Համո։ 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 Ոյ քորա։ Հացա։ Դուք իրան ասեք համոն ա եկել։ Ինքը գիտի էլի կարևոր գործ ա։ Դուրը։ Չեմ տա։ Արի նստի ավտոն, այսա որը չկորի։ Տատի ջան, եկել էինք քեզանից ներողություն խնդրեինք, որ թողեցինք գերեզմաններում։ Դե դու էլ մեզ հասկացի էլի, ցավոտ նանեմ։ Տա։ Բա այն գադել ինչ է այդ վիճակում։ Փորը ցավում է։ Այսքանը տատ ջան, անցի օֆտում։ Ուրստը։ Դու գժվել ես արա։ Էս ինչ ես անում այ մերզաբեց, հա։ Ուզում ես սակյոկը բերթել ու փդես արա դու։ Արա ես սրտել չեմ կարում Գագո։ Արա սաղորը վախերի մեջ եմ աղբեր։ Արա չեմ ասում ինչ երազներ եմ տենում։ Բա ես էլ վատ երաս տեսա էլի որ զարթնեցի։ Դու պատկերացնում ես որ վատ երաս չտենայի ու չզարթնեի, հա։ Դու պատկերացնում ես հիմա մեր վիճակը ինչ էր լինելու, օրա պատկերացնում ես։ Ապեր ճիշտը տալն է Գագո։ Օրա հլը վերեմ գիր այ հարի։ Բա որ սիրտս կանգներ։ Դու հասկանում ես։ Դու պատկերացնում ես որ իմ սիրտը կանգներ, հա արա։ Ո՞ւր լարզամեց։ Համո ջան, ապեր էլ տենց բան չանես, հա։ Ես ես փողերը տանելու եմ պահեմ, վերջ։ Համո։ Ախպեր ես։ Հեսա տեսնում մեր համար ինչ լավ է լինելու։ Հեսա դու նայ ապեր, մենք ինչ բիզնես ենք դնելու, ախպեր ես։ Ապեր ջան, էսի մեր բախտն է, ցավը տանեմ։ Ինչա վատ է համո, հա։ Էսի մեր բախտն է, արա։ Սա հորս վախի մեջ անցնում Գագո։ Անսովորությունից է։ Անսովորությունից է, ապեր։ Այն ժամանակ սաղորը երշիկ էր զկրտում։
Իսկ հիմա մինիմում խորոված ու քյաբաբ։ Այն ժամանակ վարձի փող չունեինք, իսկ հիմա դղյակում ենք ապրում։ Ինչա վատա համո, վայելի ապեր, էսի մեր բախտն է, ցավը տանեն, վայելի էլի արյա։ Էս ինչ դժվար բան է հարուստ լինելը Գագո։ Էլի սկաժի։ Ես ինչա։ Գագոյի օրողբուրդ տունն է, վաճառվում է, միամիտ տեսա։ Քարտուղարուն ասենք մի հատ զանգի հարց ու փորձ անի։ Իսկ երբ է վաճառվել, կարող եք ասել։ Լավ, շնորհակալություն։ Ասում եմ մի քանի օր է ինչ վաճառվել է։ Լավ, մերսի, ապրես։ Խնդրեմ։ Կարող է իսկականից հետ համո Գագոն են առել։ Ես դուր կավադամ գիտես, սկրակածիներ ինձ է սպասելի։ Աղպերդիկ ոպշին ոչ իր օրողբուրդ տունն է, գումարածը դոր, ոչ եկ ուզեն ստեղ աշխատին, Արև Շադյան ինձ ես երավ, վախը ծերավ, փողերն ավել ծերավ, ճանչի գերերավ չեն ուզե, հնար չկա։ Բա այսօր գալու են։ Մի գզանգեմ։ Կարմիտերյանը։ Հա, մեղնեմ սրտիդ, ջանիդ, ոտերիդ մազոլներին։ Արդեն մազոլիտ է եղե, չէ։ Գիտեմ ապենյակ, գիտեմ, անցել եմ դրա մեջով։ Արա, բայց քեզ ոնց տարան բանակ կարմիտարը։ Դու ասա, մեջներից ես դու ես ծառայողը։ Լավ ենք, մեզ ինչ է, լևոր։ Եվ ենք գալու։ Արա, չնայած իշն ենք լավ այ կարմիտ ջան։ Ենա սմբուլիկի փորն ացավում, լոմիկը միշտել էտ է եփ հալավ է որ։ Ես է արա կշերը չեմ քնեք, հունը ստանում է, մի այլանդակ ձևի։ Բայց բան կանենք կգանք, անպայման կարմարցնենք կգանք, կարմիտ ջան։ Լավ, կարմիտ ջան, լավ։ Ասմա օֆիցերներից մարդ եկավ հետո կզանգեմ։ Դենաս կարանք երկու տարի սենց ծրենք չգնանք արա։ Բա որ կարոտենք այ աղբեր։ Վայ, աստված ոչ անի աղբեր, իդ ինչ ես խոսը։ Ստից Ղարաբաղ բերնով ես ես։ Տղեք գիտեք ինչ եմ երազում։ Ուզում եմ մոդել դառնամ։ Ինչ խորհուրդ կտաք։ Մեռնեմ ձեր ջանին։ Իդի որն է, այն որ շորմորեն հակնեմ պոյձյումի վերով գնում գալիս են։ Ոչ միայն, տարբեր ժուրնալներում կարամ նկարվեմ, կարամ ինչ-որ բրենդի դեմքը լինեմ։ Բախ մորը սպայսարարև, բրենդի դեմքը լես, որ էդ բրենդը թոզմիշելի գնարը, գոնե քու երազանքների մասին ես սուրբ օջախում մի բարձրաձայնի։ Բայց ինչի։ Բա մոդելը տղայնակի գործը արա, եկա բոյը տարալ ինչերի մասին ես երազում։ Բատեղ հենց բոյով տղիք են պետք։ Ժանի մի շարունակի էլի, փոխանակ գնաս ժամը մոն վարես, որ թողում ենք հետներս տաս արնես, պպզես, նստես, հելես արա, դու դրե երգարցնում ես։ Եսի քու համար գիտես ինչա, եսի քու համար մաքսային միություն մտնելու նման բանը, որ թողել ենք ինտեգրվես մեր կռուկ, սուսուփուս հարմարվի ու մեր երազանքների շուրջ երազի էլի։ Ես գնացի կյանքս։ Հələ սպասի։ Ապրետ մոդելի պայերը որ ասում ես, ուսկի կարանք մենք էլ մտնենք։ Աղոնչ չես կարաղ, բոյով սիմպո տղա ես։ Դե նկարներս տամ հետը տար, որ բանելի խաբար արա էլի։ Հարց չկա ապեր։ Հա, Ժանի, բայց ես ինչ ասում եմ մեր մեջ մենակ։ Հա, բա ոնց։ Դե հաջող Ժանի։ Հաջող։ Սգնում ես։ Չէ։ Ժանի։ Ապեր, այդ ժուրնալի պահով կարանք մեկ էլ նկարվենք։
Եկեք հարուստ տղեկ։ Բայց ինչի հարուստ մերը չեմ։ Նստեք։ Բա հարուստ չեք։ Ես ինչ եմ որ ձեր տանպես տուն կրմանամ առնի։ Բայց այդ տունը մերը չի, մելը չեմ։ Գագուլիկ։ Այս տունը չէ։ Այս տունն է, մելը չէ։ Որող պերդեպ է առ այս տուն աղբեր։ Այս վերջերս աղբեր։ Այ, ամոնել է տեղյակ պաստուրեն։ Պրոստը չինեմ ինչի ծեր մոտը խապելը չի ստացվի։ Այդեղա դուք չեք կրնա խապեք, մանավանդ ընձի։ Ձեր գուտարի դուք իմ հետս եք ծառայ այդեղա։ Ես ձեր հանեք իդեմ, ես ձեր չենեք իդեմ, ես ձեզնից լավ կիդեմ։ Պրոստը չեմ ասկն այդ կամպող ձեզի ուրդից արա։ Մելը ջան, մեզ ուրդից տենց բաղթ ապեր։ Այդպես վադով չեք ուզեսեք ինչի մեջ եք խարնվե, հա։ Դեն ընգերոջս հետ որ գործ պտի դնենք, այդ է էլի մելը ջան։ Ապեր։ Կյանքս դու անցել ես։ Ուր եմ անցել։ Այդ ֆոտոները որ տարել ես ստուդիա։ Զանգեցին ասեցին որ քեզ հավանել են։ Կարաս այսօր գնաս։ Ինչի համար։ Բա չտենա արտակինդ։ Ալավ կարող եմ մի հատ գորրայր ասկցան կարա։ Կյանքս մենակ քյարթը չհակնվես էլի։ Լավ, в общем, эту գզանգեմ։ Մեր գեղամիկներ ապեր, խաշեր էր ավիրում։ Թե ասա ես այդ աղջկան ոնց իրարվա, ես տենց է չհասկացա։ Սկսեց ամեն ինչ գրազից։ Ասում ես, բայց շատ լավն է, մի հատ ուտելու աղջիկ է։ Չես կարում սիրտը գրավես։ Դու չէ, ինչ անում չեմ անում, չի ավանում։ Բա մի հատ հարց ասա, ոնց պիտի լինի քո պատկերացրած տղամարդը։ Իմ պատկերացրած տղամարդը պետք է լինի խելացի, անվաղ, ճկուն, արադաձեռն, կոմեդիով, խնդությունների պատրաստ, լիդեր։ Ինչ ես գալի մարմեսը, նպատակդ որն է, գալիս ես ինչ անես, ես զուգ ուժեղան ասես, չէ, գալիս ես որ աղջիկներին նայես, ապեր չէ, տի պրոստը տես ձերի հետ էլի, բա ինչ ես գալիս հմբում, ապեր դե գալիս եմ որ ժամանակը շուտ աստ էլի, օրերս գլոն եմ գնա, այս են 63 տարեկանի մոմենն է, Ադե գոնե մարդիկ որ քեզ տենան մի քիչ կմխիթարվեն էլի, որ իրանց նախագծին հավատացող կա։ Հրավիրում։ Տեսեք դուք ինձանից ինչ եք ուզում։ Ուզում եմ որ պարենք։ Ես մի հատ վարժություն գիտեմ, որ բդերը ձգում է։ Հա? Հա, բավոց։ Ռոչա հարգող, չդավաճանող, ուրիշ աղջկա չնայող, ազնիվ կոմեդիով։ Կոմեդիով ասի։ Կոմեդիովն արդեն ասել էի, ուրեմն շատ կոմեդիով, կնոջը միշտ հասկացող, ոչ մի բանում չսահմանափակող, շատ փող աշխատող ու մեկ էլ բոյով։ Շատ հաճելի էր ձեզ հետ։ Ու եթե նման տղա գտնեք, անպայման ինձ տեղյակ պայեք, որ գամ ու հետը նկարվեմ։ Հա, ու մեկ էլ կապույտ աչկերով։
Մարդիկ քժվի այդ ընտանիքի ցերը։ Էլ մարդ չի մնացել ղրգեն Մարգարիտայի դիմահարդարի հետևից, մենզի գղրգեն։ Ես կերտամ 3 ժամ իրանց դիմահարդարին կսպասեմ, մեկը գելի գիտեք ինչ կա, հմի ես չեմ կրնակա։ Մեկը մնար որ մելոներ տա իրանց համար ճաշ է պե։ Հիմա ինչ, դիմահարդար չկա։ Չէ, մի դերտամ ուրիշ դիմահարդար գտնեմ։ Մել, հիմա քեզ մի բան կասեմ, բայց ինձ հանկարծ չմերժես։ Ինձ տար։ Էլի տներես կվազնյակ ես էլի։ Մեր խնդրում եմ էլի, դու մենակ ինձ տար ու ասա, որ ես լավ եմ դիմահարդարում, մնացածը քո գործը չի։ Սուս աղբոր կես, դիտ մեզի պետք չէ, մենք բդի մտածեմ, թե մելոնը գելեք ինգա համար գործ կտաս հավար, դիտ մեզի պետք է։ Միլո, փող կաշխատեմ, բա տա։ Խնդրում եմ էլի, հազիվ արեք։ Ոտքերդ մի քիչ լայն ես դնում, ավելի սեղմ քայլիր։ Արա անգեր ջան, դու մեզ վապշե մի ասա, մենք ոնց քայլենք։ Okay։ Քայլիր ոնց ուզում ես, միայն ոտքերդ շատ մի տարածիր։ Լավ, արդեն պարզ է։ Ես ուղղակի չեմ հասկանում, թե ձեր ինչին է պետք մոդելի աշխատանքը։ Դե ոնց ասեմ, մեռնեմ սրտիդ։ Ոնց որ ես միշտ է սիրել եմ էլի տենց ժուրնալներում հանդես գամ, Մեսյանենյան, ոնց որ ներգրավված լինեմ այդ ամենում պարզապես։ Մի քիչ քյաբաբի հոտ է գալիս։ Լավ։ Ես կարևորը հասկացա, թե ձեզ ինչ կարելի է առաջարկել։ Արա դու է քյաբաբի օտարար։ Ինչևից է, կցանկանայիք վարտիքի գովազդում լուսանկարվել։ Ասենք, մենակ վարտիքն է լինելու, դոշերս է բդ երևա։ Այո։ Արա դե ոնց ասեմ, ցավոտ տանեմ։ Շրջապատի տեր անձնավորություն եմ, էլի մեռնեմ սրտիդ։ Չի դզում։ Տարագի մեջ ուրիշ բան առաջարկ, էլի։ Այդ ամենը արվում է ոչ այստեղի համար, դուք անհանգստանալու ոչինչ չունեք։ Ստեղ չի գովազդվելու էդի։ Ոչ, արվում է արտասահմանի համար։ Ասենք եթե այդ մոմենտն է, կարելի է լրիվ գոլել նկարվել, ախպեր ջան։ Okay, դե թե այդպես է գնանք ֆինանսական հարցերի մասին խոսելու։ The rise, the fall, she bends her head upon the bone. Բարև ձեզ։ Բարև ձեզ, Մարգարիտա ծիծա։ Բարև ձեզ։ Մարգարիտա ջան, մեր Սուսիգը Ես ձեզ կդիմահարդարեմ, ընտիր գործ եմ անում։ Հա։ Դուք գիտեք ես ում եմ դիմահարդարում։ Լիքը աստղերի։ Հա։ Հապա ոնց, են բանը այդ, սերիալի արևիկը։ Իմ մոտ է գալիս։ Են սիրուն աղջիկը։ Վայ, բա որ դրան իրական կյանքում տեսնեք։ Մեծ քթով, դուրս պրծած այդ օսկրերով։ Դե ձեր նման էլի։ Ես եմ իրան սիրունացնում։ Բայց դուք իրա դեմ փառք եք։ Ախպերս։ Ես ուր ես։ Պպզած ենք էլի մեռնում սրտիդ։ Չուչում ես։ Չէ, խարդ, մեր չուչում չեմ։ Բա երբ կգաս։ Դե պես մի 15-20 րոպեից էլի։ Ստոպ։ Լավ, սկսում ենք։ Վերջ։ Ապա լավ կզանգեմ։ Էդ ով էր։ Արա ես իմ ով էր կզանգեմ։ Էդ ուր էստեղ։ Դες կլինի մնա։ Ոչ։ Գիտեմ շատ դժվար է բաժանվելը, բայց ոչ չի լինի։ Դուր էստեղ։
Ինչին ես լավ դիմահարդարում անում։ Ըհը, այն սերիալի արևին էլ է ինքը անում։ Լսի, ասма իրականում այդնից գեշո աղջիկ է։ 10,000 աշխատեցի, բատա։ Գիտեմ, հիմա միշտ ինձ ականչելու։ Մենակ մի բան եմ չհասկացա, ինչ եղկերնի որ ինքն իրա դիմահարդարին կթողնա, հա ու քեզի կկանչի։ Դե, որովհետև ես աստղերին եմ դիմահարդարում։ Խաբել ես այդ կնգան։ Մելո, մենք պետք է աստղ գտնենք։ Ես գիտեմ Մարգարիտան հաստատ կզանգի կհետաքրքրվի։ Այ բալա մի բան ու գործ չունենք, պետք է աստղերի հետևից մանկանք, հա։ Հա լավ, աստղ եղածն ինչա որ կգտնենք։ Ոնց որ Արև Շատյանն ասաղից քերում, տենց էլ ես եմ իրանից քերելու։ Այ մարդ կնգաս թողնի միլիոնատեր կդառնալը, բանին այ։ Մեյլ, բայց այսօր անպայման պետք է մի աստղ ճարես։ Գնա գործի։ Ջաննայի։ Հա, ախպեր, կրնանք ընվեսենենք որ Յանի Սուսիկն իրանք դիմահարդար է, էլի։ Հա, բայց ինչի համար։ Հա, ախպեր, մի հատ մտիկ ախպորոտ համար օրգանիզավատ էր, էլի։ Եղավ։ Oh my god, որոց ես սիրահարվել եմ։ Հա, որոց ես հիմա այդ ապրում եմ։ Բայց այդ ոնց եղավ։ Շատ պատահակ է։ Պատկերացնում ես, այսօր մի հատ սերիալ էի նայում, եկել մի հատ տղա։ Այդ ինչ տղա էր։ Մի հատ մռութ։ Իմ այն թվարկածներից բոլորը ուներ համարյա։ Հա, բա ինձ ինչ ես կանչել։ Ուղղակի կիսվում եմ հետը։ Ցմփորս։ Ասա Վարոս։ Ապե, չես Ժաննը կարանք մտնենք սերիալում նկարվենք։ Չի համար ապեր։ Ապե դե պետք է էլի աղջիկա մոմենտ է։ Տես նկար վարդուր, հորը սրև տենաս ինչ թույն պոզաներով նգարներ այլ է։ Ու ես կմերն եմ։ Ախպեր ոնց որ մանկուց տենց սիրել եմ էլի այդ մոմենտներ, են թաղցոտ որ նկարվում են, կիսաբաց բերանով, տենց ցանկալի կտրվածքով, տենց էլի։ Վայ աման, բա երբ կանանք դենանք այդ նկարները։ Դե ասեց ես պատրաստելնի կուղարկեմ։ Ինձ էլ մի այլ կարգի հավանել են, ղզիկը որ կա է։ Հա։ Մի ուրիշ կարգի մարտիկին իրան դզել էր։ Ասեց էլի կա համագործակցենք, բան, ման, ես կարգի էլի։ Բա հետո կյանքս։ Ինչ հետո էլ գնա տղեկ ես բդի մի քիչ շփվենք։ Չէ, նստիլ է ժեն։ Չէ, ապեր գնամ ես գործեր ունեմ։ Ապենյակ, քույդիս ինչ է կտնում։ Դու ինչ ունես ժանի հետ, որ սենց առանձին հանդիպում եք խոսում բանման։ Դու արայախ դու ինչ պդի ունենա, մեկավ տեսավ նստած է, մեկավ հետս նստավ այդքանը։ Այսօր սաղոր ուր ես եղել։ Մենակ առավոտն ենք քեզ տեսել։ Համաձայն եմ շփլի ջան։ Շրջապատդ փոխել ես։ Չէ, այախ ոնց կարա տենց բան լինի։ Ինչ որ բան բերեմ տղեկ ջան։ Կաֆեին։ Ինձ էլ ապեր։ Սմբուլը Ժանին ենքան սպասացրեց, որ խեղճը մեռավ սուրճ խմելով։ Բային Հիլմանի ձենով տղենով էր։ Ինչ Հիլմանի ձենով տղը։ Իմ որ ասում էր սկսում ենք, էդ ինչն եք սկսում։ Ախպեր ինչ եք ուզում զնից։ Տենեմ ես։ Չի ուզում ասի, որտև գիտի որ հետո չի կարալու պատասխանյակ տա։ Ադե հանգիստ թղթեղուն է։ Դե իջեք, ես գնամ։ Կարող է քո այդ սիրտը բացի։ Ալո։ Սմբուլիկ, նկարներդ արդեն պատրաստ են։ Այո, եթե ուզում ես կարող ես գալ ու վերցնել։ Լավ, ապեր հեսա գգամ։ Կարոչի գնացի վաղը կհանդիպենք։ Սրայանը լրիվ տարել արա։
Անուշիկ, Անուշիկ։ Ու երեխեք նենց ուրախ եմ չեք պատկերացնի, նենց ուրախ եմ ազատության մեջ։ Իմ նման էլի։ Ասա թող սուս մներ, գոնե դու սուս։ 4 երեխան առեն ստել ասում իմ նման էլի։ Համրուս։ Ես տանն եմ, բա դու ես։ Արդեն տուն ես հասել։ Հա։ Ես խանութում եմ, դուրս եմ եկել տան համար ուտելու բան առնեմ։ Դու խանութում ես։ Հա կյանքս։ Բա ոչ էի թողելու դու ծանր առնեիր գայր տուն։ Մայեպ կգաս։ 10 րոպեից տանը կլինեմ։ Եղավ։ Տան համար էլի մռուշ։ Ներս բերելի։ Ինչ ես արի։ Դե տուն էլի իմը թող մնա։ Բայց 6 հատ։ 6 հատ։ Դե հա, ամեն մեկի 3 հատ, որ չկռվենք։ Աչիպլե։ Ես ձեր տան մոտ եմ, գալիս եմ խոսանք։ Ինչ էլ է որ։ Կգամ կասեմ։ Ապա ես պրոստը չգիտեմ ինչ ասեմ։ Բառեր չեմ գտնում։ Ինչ է եղել չփլե։ Սմբուլես ինչ է։ Ես քեզ որ դուց։ Ապա ինտերնետում եմ տեսել, բայց դու մի հատ ինձ ասա իմանամ, էս ինչ է։ Սրա մասին բացի քեզից էլի մարդ գիտի։ Հələ որ ոչ մեկ։ Չփլե ոչ մեկին հանգար չասես սրա մասին։ Ապեր հա, բայց նա կասես իմանամ, էս ինչ է։ Չփլե խապողի պլաշը ճղեմ ես այդ գյադուն տես ինչ եմ անելու։ Ինձ ասես տեղի համար չի նկաները գցել է ինտերնետ։ Ապա գովազդի համար է։ Հա բել ինչի։ Ապա սախր դու ոնց կարայր սես նկարվեր, սմբուլ։ Արա չփլե ջան, խնդրում եմ, էլի սրա մասին ոչ մեկի չասես։ Ապեր հա հասկացանք չեմ ասի, բայց դու ոնց ես համաձայնվես ես նկարվես։ Բայց խիանի դե ինչ կա որ։ Ոնց։ Այմ համար ոչ մի բան ապե, բայց քո համար սես նկարվելը պետք է որ թեմա լիներ, չէ։ Արա դե սիրում եմ էլի չփլե ջան։ Ոնց որ մանկուց փոքրուց սիրել եմ այս ժուրնալներում հանդես գալ, նկարվել, բան։ Այդ ամեն ինչ ինձ հոգեհարազատ է եղել, ախպերս։ Հենց իմացա սենց պահ կա, ասի ձեռիցս բաց չթողեմ ախպեր։ Ճիշտ է չէի ուզի հաստատ, որ սենց նկարվեի, բայց դե ասի թքած։ Թող լինի գոնե սենց, հա։ Ապեր չեմ հավատում։ Բայց չես հիասթափում, չէ, ախպորիցը չփլե։ Չէ, դե դու գիտես իմ մտածելակերպը։ Արա, բայց դու սմբուլ։ Հետո իմ ու իրա նկարը տարա, իրան կանչեցին, հավանեցին, բայց սմբուլը ասել է, որ հանկարծ ոչ մեկի չասեմ։ Համար ասելա ինչ ես ասում։ Դե հարցնում ես, ասում եմ։ Լավ, հետո ինչ եղավ, իրեն կանչեցին, հետո պայմանագիր կնքեցին, որ այդ վարտիքի գովազդի մեջ նկարվի։ Հա։ Բա մի հատ կարանք այդ տղուն տենանք։ Ինչի չենք կարա տենա։ Դու ես ուզում մոդել դառնաս։ Հա։ Այո, ինքը պայմանագիր ունի մեզ հետ կնքած։ Ինչ որ խնդիր կա։ Չէ, ես ուղղակի ուզում եի ճշտեի։ Իսկ դու չես ցանկանա քո ուժերը փորձել։ Չէ, ապեր, շնորհակալություն։ Դե տեսեք։
Ալես մեկ ախպեր։ Ստեղ շատ կարկոդիկն ես։ Արա լավ սուս խայտարակել անկրան։ Ինչի լավ էլ նկարվել ես, էլի։ Ասում ես չպլեն չեր հավատում, հա։ Չէ, գնացել է ճշտումներ կատարի։ Արա լավ սանից հետո սանց գրազներ չգաս մխո։ Բայց լավ էլ մաքուր արեցինք ամեն ինչ, էլ մի ասա։ Բայց գիտես, չէ, Լոմիկը իրոքից ուզեցել է մոդել դառնա։ Ժանին հարցրել է ինչ անենք, ոնց անենք, որ մոդել դառնանք։ Դե նրանից ամեն ինչ սպասելու է։ Չեպլե։ Երս արի ապենյակ։ Չէ ապեր գնում եմ։ Եկալ։ Որ ասեմ եմ գլխից այդ մեծ գրազներ մի արի։ Ապեր ես մեկը չեմ հավատում, որ սմբուլիկը կարատես նկարվի։ Արա քու աշկով չտիսար։ Հադե ինչ որա։ Կրվել եմ վերցրու։ Այս ինձ են մաշնի տեր դառնամ։ Դե շնորհավոր ինչ ասեմ։ Հեսա նայի Նիկան իմ համար գժվելու է։ Սիրունացել ես։ Դո չէ այ ախպեր ուրիշ մոմենտ է։ Հարստացել ես։ Սերիալում եմ նկարվել։ Ախպեր, երեք մի հատ այսքան փոքր կտորում նկարվել եմ, այսօր արդեն ցույց են տվել։ Լուրջ։ Հա, ասել եմ նայի։ Ինտերնետ ունես։ Հա, ոչ չէ։ Ասի։ Մի սպանեք, լավ էլի մի սպանեք, ընտրում եմ մի սպանեք, ես կասեմ որտեղ է նա։ Հավանեցիր։ Գիտես, այսօր արդեն մի քանի հոգի փողոցում ճանաչել է ինձ։ Նիկային արդեն ասել ես, որ նա է։ Յա, բա ոնց։ Մարուս, հաստատ սրանից հետո Նիկան քեզ կհավանի։ Դո իր համար կարևորը որ հերոստացույցով ցույց տան ու վերջ։ Իսկ գիտես, ռեյսորը ինչ ասեց։ Ասում է, ափսոս քեզ սպանեցի, չսպանեին հայլ կնկարեի քեզ։ Բեսը հավանել էր ինձ։ Ես կասեմ որտեղ է նա։ Այն ճանտաղանդ։ Նար հաստատ ինչ-որ բան է եղել։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Մի հատ ուշադիր աչքերից նայի։ Ճիշտ չես ասում, Նարեկ։ Ասա մխո։ Մի հատ դուս արի, ապենյակ։ Ապենյակ դոր մի քիչ մաշնետ խազեցի, ոչինչ։ Դե քո մեքենան է, ապեր, ինչ ուզում ես արա։ Լավ ապենյակ, էդի ուզում ասի, գնա։
Չէ, ապենյակ, չեմ կարող եկալ եմ ես մաշնեն։ Սրտիցս արունակաթում, որ եղնիկի հայացքով նայում ես ձակիդ խոշտանգող գայլերին։ Ապեր չէ դե քոնն է այս մեքենան։ Ապեր ավելի լավը դու եսի վեկալ, որ չէ թստը ընդ ասես սմբուլը տրուսիկով նկարվել է։ Շուլուխ են կարի, հրան, շուլուխ։ Հա, սմբուլը իսկականի չի նկարվել։ Սմբուլը ոնց կարար իր կյանքի վրա տենց բիզ տողեր այն ես։ Արա թե բռնեմ ես դաշկին չտամ։ Լոմիկ, պապան վատացել է, հիմա տանը դեղ չկա։ Դեղը պետք, բանարա տարել է, այսօր սաղուրը ես եմ դեղը։ Ապեր հասուի ատեսն է վատացել, դեղ բդի հասցվի։ Գո, են վրեջին ասա, որ հեսա գնալու ենք Չարբախի տուն, դավայ թո պատրաստվի։ Արաբ Շատյանը ասաց, որ հեսա գնալու ենք իրար Չարբախի տունը։ Այ վրեջ,